Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ակտիվ առերեսումներ են սկսվել Արագածոտնի թեմի հոգեվորականների եւ կարգալույծ եղած Տեր Արամի Ստեփան Ասատրյանի միջև։ Հիշեցնենք, որ Հովանավանքի հոգեվոր հովիվ Տեր Արամ Ասատրյանի արված հայտարարությունների առնչությամբ Դանիել Յոնիսյանի հաղորդման հիման վրա քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչին հաջորդել են թեմի հոգեվորականների ձերբակալությունների շարքը։ Տեր Արամը հայտարարել էր, թե ընդդիմադիր հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը նշել է, որ Տեր Արամը խնդիրներ է ստեղծել հոգեվոր ծառայության համար եւ այն շարունակելու պարագայում ստիպված է լինելու կարգալույծ անել Տեր Արամին։ Քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր իրականացրել թեմի առաջնորդանում հոգեվորականների տներում, ինչից հետո ձերբակալություններ իրականացրեցին։ Ձերբակալվածների թվում էին Տեր Փարենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդ քահանաները, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձիկ։ Խուզարկություններից հետո քննչական կոմիտեին տեղափոխվել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, նրա փաստաբանները տևական ժամանակ ահազանգում էին, որ նա գտնվելու վայրը այս պահին անհայտ է։ Ավելի ուշ պարզվեց, որ Սրբազանը քննչական կոմիտեում է։ Նրան մեղադրանք է ներկայացվել հավաքների մասնակցությանը հարկադրելու եւ իբրև քվեարկության արդյունքների վրա ազդելու հատկանիշներով։ Քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Մուղլի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի եւ թեմի 60-ամյա կին հաշվապահի նկատմամբ։ Վերջիններս գտնվում են կալանքների տակ։